Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի վիրաբույժ Լավրենտի Սուջյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բժիշկ Սուջյան, նախ խոսենք պոլիկլինիկայում բուժարուների հաճախելիությունից։ Ինչպես եք գնահատում։ Կասեի բավարար։ Պոլիկլինիկան, որ առաջնային օղակ է համարվում, սպասարկել է 24 թվականին սպասարկել է շուրջ 27,000 ազգաբնակչության։ Դա միայն վիրաբուժական բաժանմունքի, որպես սպասարկում այդքան է եղել, որի մեջ տարբեր հիվանդություններ։ Այդ կոնկրետ հաճախ որ հիվանդություններն են հանդիպում։ Գիտեք, հաճախ ընդհանրապես այդպես ասեմ, որ հաճախ որն նշանակում է գրեթե հավասար, ես նայել եմ, գրեթե հավասար է եղել, մեծ մասամբ, քանի որ մենք սպասարկում ենք եւ մանկական եւ մեծահասակների, նշանակում է դրանց տարբերությունը բավականին մեծ է, մեծահասակներին ավելի շատ է, քան մանկահասակների։ Մեծահասակներին լինում են դեպքեր, երբ գալիս են ալիմենտար խանգարումներով, գալիս են ընդհանրապես մեծ մասամբ վերին վերջույթի, ստորին վերջույթների ուրեմն ցավերով, դա մեծ մասամբ, ընդհանրապես պոլիկլինիկային հաճախում որդանման ելնով հիվանդներ, գալիս են ճոխվածքով հիվանդներ, հետվիրահատական հիվանդներ, վիրահատություն կրած ստացիոնարներում մեր տեղամասի հիվանդներ, որոնք մինչև վերջ մենք ենք կարողանում, դա ցանկը շատ մեծ է, եւ գրեթե չեմ ասում համահավասար, բայց բոլոր դեպքերում ոչ վիրահատական, ոչ դիմում են ավելի շատ են, քան վիրահատական հիվանդները, որոնք մենք ենք գործողում կամ ընդունում ենք, թե ինքնակամ են գնացել, հետո վերադարձել են մեր մոտ եւ մենք նայում ենք։ Դրանց քանակը բավականին ճիշտ է կան, բայց այն չի ինչքան ընդունում ենք, թե եկել են, որ ամբուլատոր բուժում պետք է ստանան պոլիկլինիկայում։ Օրինակ մեծ մասամբ գալիս են վերին վերջույթի, ստորին վերջույթների ցավերից, հատկապես ծոնք ոսկրների եւ ուսային հոդերի փոփոխումներից, շարժման դժվարությունից ստանում են համապատասխան բուժումներ, նկատի ունենալով մեր պոլիկլինիկան ապահովված է բոլոր տեսակի քննության եւ լաբորատոր հետազոտություններով, մենք լիարժեք օգտվում ենք եւ համապատասխան հիվանդությունների կարողանում ենք լիարժեք ուսումնասիրել եւ համապատասխան բուժումներ նշանակել։ Եվ այսքան ժամանակ ընդամենը մապարագայում ես բողոքող այդպիսի բան չեմ տեսել, ոնց այնպես բուժումներն եղել է ոչ արդյունավետ։ Գալիս են ստեղծված է հնարավորություն պոլիկլինիկայում հետազոտությունները կատարել բարձր մակարդակով։ Ուլտրաձայնային հետազոտություններ ունենք, դրանց միասին ռենտգեն հետազոտություններ, բարձր մակարդակի լաբորատոր հետազոտություններ, այնպես որ մենք մշտական կարողանում ենք օգնել եւ լիարժեք դիագնոզել ախտորոշում տալ եւ եթե անհրաժեշտություն կա գործողել ստացիոնար բուժումը երկարացնելու վերահսկողություններ կատարելու համար։ Այդպիսի օրինակներ շատ ունենք։ Օրինակ վերցնենք որտնման ելունը, որոնք որ թե եւ երեխաները եւ մեծահասակները դիմում են հաճախակի որպես այդպիսի որպես վերահսկողություններ, մենք որպեսզի կարողանանք ավելի արագ կերպով կազմակերպենք նրանց բուժական process-ը, կատարում ենք համապատասխան բաներ, հետազոտություններ, այո, եւ միանգամից ուղարկում ենք վերահսկողության, գրում ենք ինչ կա քրոնիկ վերահսկողություններ, որոնք որ լինում են մենք ենք հսկողություն սահմանում, պատճառները հետազոտում, իսկ սուր դեպքերը անմիջապես մենք կարողանում ենք ուղարկել Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ համաձայն միանգամից կատարում են վերահսկողություններ, որից հետո մենք իմանում ենք նրա ընթացքը եւ հաշվի առնելով այսօր մի երկու օրից հետո վերահսկողությունները ուղարկում են տեղամասային մեր մոտ այն հիվանդներին, որոնք մենք ենք ուղարկել եւ մենք վերջնական բուժում անցկացնում ենք տեղամասային պոլիկլինիկայի հսկողությամբ։
Այդպիսի դեպքերը շատ են, եւ մշտական կապ ենք ստեղծում այն բժիշկների հետ, որոնք որ վիրահատել են, եւ մշտական կազարում ենք, թե ինչպես է եղել, ինչ վիրահատություն են տարել, անգամ եղել է, որ կարերը մեր կողմից են քերացել, մինչև ասել են, որ վերջերը լավանում է առաջնային ձգումով։ Շատ հազվագույն է համագործակցությունը համակցությունը շատ լավ է կատարվում, եւ դրա հետ միասին շատ հազվագույն դեպքեր է եղել, որ այդ վիրահատությունները անցել են երկրորդային ձգումով։ Այս թե ինչ վիրահատություն են կատարել, եթե ընդունենք ֆլեգմանոզ, այսինքն թրախային բարդությունները եղել, տեղային պերիտոնիտով, նշանակում է նրանց բուժումը երկրորդային ձգում անհրաժեշտ անպայման կլներ, որտեղ այնտեղ դրվում է համապատասխան դրենաժներ, որ չի դրանից հանելուց հետո իհարկե նման հիվանդներին պահում են այնտեղ, բայց երկար չեն կարող պահել, ուղարկում են երկրորդային ձգումով պոլիկլինիկա, մենք բուժումը շարունակում ենք։ Բայց դեպքերը շատ են լինում այդպեսի, եւ կապը բավականին լավ է, իսկ մեր պոլիկլինիկայի ապահովվածությունը, ապարատուրա սարքավորումները այնքան լավ է, որ մենք լիարժեք ձևով կարողանում ենք հետազոտել եւ դրա հետ միասին նաեւ ասել ինչն է պատճառը, որ այնտեղ թերություններ կա, թե թերություններ չկա։ Նույն ձևով ասենք ճողվածների դեպքում ճողվածները գալիս են մենք նայում ենք թե ինչպեսի ճողվածք է աչուկային ընդունենք վերջնենք աչուկային ճողվածները տեսնում ենք ուղղող է ուղղող չի եւ դրա հետ միասին բարդություններ կարող է լինել չի կարող լինել իսկ արդեն չի վերաբերում այն ճողվածներին որոնք որ ընդհանրապես ուղղող չեն Եվ դրանք միանգամից մենք համոզում ենք անգամ եթե հիվանդը ոչ մի հնարավորություն նկատի ունեք բուժելի չեն պետք է վիրահատական ընդհանրապես ասել որ բուժում են այդպեսի օրենք մենք չունենք որ ճողված կասենք մենք բուժում կանենք պոլիկլինիկայում դա առաջի հերթին պետք է ուղարկենք այդ բացը լրացնելու համար որովհետև դա այնպիսի բան է որ պետք է անպայման վերացվի որովհետև այսօր թե վաղը նա կարող է ենթարկվել ճմլվան սեղմման եւ բարդությունների առաջ կարող են կանգնել դրա համար մենք հիվանդին բացատրում ենք ասում ենք համապատասխան զննումներ են կանում եւ դրա հետ միասին հետազոտություններ անալիզների հետ միասին հիվանդը համոզվում է որ դա անհրաժեշտություն է եւ պետք է անպայման վերահսկություն կատարվի իսկ այն վերաբերում է սեղմած որը չի ուղղվում նա անմիջապես մենք ուղարկում ենք որ իրավունք չունենք պահելու որովհետեւ բոլոր դեպքերում եթե հանգարտ անգամ գազերի արկայությունը որովայնում կարող է սեղմել եւ առաջացնել վնասում այո դրանք անհետաձգելի դա անհետաձգելի է եւ մենք անպայման համոզում ենք ուղարկելու համար ինչի հետևանք են ճողվածքները դե ճողվածքը ասեմ ես ձեզ մեծ մասամբ դա լարված աշխատանքի ծանր աշխատանքի շնորհիվ է որտեղ ծանրություն են վերցնում եւ հնարավոր չի ինտերնապես նման ծանրությունները վերցնել եւ առաջանում է բացում առաջացնում է փեղեկում եւ անոթի փեղեկում առաջանում է մկանների փեղեկում եւ դուրս է գալիս որովայնի խորոջի դուրս է գալիս ուրեմն օրգանը աղիները եւ մեծ մասամբ աղիներն են բանդուց գալիս եւ դա վնաս է դա ինչի համար եմ ասում, եթե օղակված է եւ երբեք գազի ներարկայության դեպքում սեղմվում է եւ առաջանում է անանցելություն։ Իսկ անանցելությունը ժամանակի ընթացքում առաջանում է աղի բորբոքում, որը տալիս է պերֆորացիաներ, վնասում եւ դրա համար մենք դա առաջի հերթին որ պետք է անպայման հիվանդին կարողանանք լիարժեք բացատրություն տալ, ասել, որ դա վնաս է ձեզ համար, ձեր կյանքի համար պետք է անպայման դա վիրահատվի բաց թողած բաներ են եւ ինքը մեղ չունի որ ծանր աշխատանքի արել եւ այդ ճողվածքը ստացել է իսկ այդ ճողվածքը պետք է լիարժեք ծիվը վիրազական միջոցառումով վերացնելուց հետո արդեն կայուն աշխատանքային ուրեմն հնարավորություն ունի աշխատելու Լինում են դեպքեր, երբ արդեն բարդացված վիճակով է գալիս, այսինքն ժամանակին չի զգացել կամ չի նկատել իրեն նեղություն չի տվել։ Նու շատ հիմա դժվար է ասել, թե կամ երբ չի եղել, բայց լինում է։ Երբ որ ես աշխատել եմ ժամանակին վիրաբույժ, այն ժամանակ դեռ այդպես զարգացած չէր ասեմ, որ մարդկանց մոտ կներեք այդպես է եղել, որ ինչքան պետք է
այդպես առաջանաբանով, որ չկարողանա անգամ ներս տանել, մեր ժամանակ առաջանում է անանցելություն եւ դրա հետ միասին առաջացել նաեւ պատրվաստ, եղել են այդպիսի դեպքեր, շատ դեպքեր են եղել առաջներում։ Ես դա ասում եմ մոտավորապես 75-80 թվականներին, տասնամյակներ առաջ։ Այո, դա եղել այդպիսի, բայց ներկայումս նման վիճակ չի եղել։ Դա ժողովրդի արդեն մագարտակի բարձրացումն է, նրանք արդեն գիտեն, որ լիարժեք ծավալով իրենց առողջությունը կախված է դրանից եւ իրենք անգամ իրենք են դիմում, որ անպայման պետք է գնան վիրահատության։ Իսկ ախտանշաններ կան, որ առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմեն համապատասխան մասնագետ։ Իհարկե կա։ Առաջին ժամանակ անեն, որ ընդունենք եթե գազ չի առաջանում, տալանպես որովայնի խորոչում, դեռ իրենք չեն զգում, բայց երբ որ ընդունենք գնում են տուալետ են գնում, կամ ընդունենք այնպիսի սնունդ են ուտում, որ ընդունենք գազերի առաջացում ալինում, նա միանգամից դուրս է գալիս, բայց իրենք միանգամից ձեռքը տանում են ու միանգամից ուղղում են, դա կոչվում է ուղղվող, իսկ երբ որ դուրս է գալիս եւ չի ներս մտնում, դա արդեն ոչ ուղղվող եւ դա հերաթափ հարգավոր է խոստ ասել, որ դուք պետք է ամհերաթափ վիրահատություն անեք, բայց նման մարդիկ քիչ են, որտեղ հիմա լիարժեք ծավալով գրագետ են եւ լիարժեք հասկանում են, այո, իհարկե ժողովրդի գիտակցական մակարդակը բավականին բարձր է, ժամանակի ընթացքում մշտական եղել է ագիտացիոն եւ նրա կոնսուլտատիվ նաեւ պոլիկլինիկան մշտական կոնսուլտացիա ենթարկել, որոնք որ արդեն գիտեն, որ դա անպայման պետք է վիրահատություն կատարվի։ Դեպքերը այդպես ասենք, որ բարդ դեպքեր չեն եղել։ Իսկ ինչ վերաբերում են ունենք վիրահատությունները, որ կատարվում են, նախարարչերտին դա մեծ մասամբ առաջ տեղային անզգայացում էր կատարում, իսկ հիմա ինտրատրախեալ նարկոզով է կատարում եւ շատ հանգիստ, անգամ հիվանդը չի էլ պատկերացնում, ինչքան արագ կերպով վերացնում են դեֆեկտը եւ դրանից հետո ինքը զգում է այնպես ինչպես նոր, այնպես ամեն ինչը լիարժեք։ Իհարկե պետք է պահպանել դրանից հետո։ Մենք արդեն խորհուրդ ենք տալիս, թե ինչպես անել։ Բանը հասնում է պոլիկլինիկային։ Այո, իհարկե, հասնելուց հետո մենք նրան խորհուրդ ենք տալիս, ճիշտ այսօր ամեն ինչ լավ է, առաջնային ցկումով է լավաց է, եւ պետք է դուք կարողանաք պահպանեք։ Եթե ամիջապես գնաց նույն ցանդրոց վերցնես, մանավանդ որ լիարժեք չէ որ չի ապակինվի, բնական է կրկնվում է առաջանում է, նամարտը այ մենք դեպքեր շատ են ունենում, որովհետեւ մարդ ուզում է ամիջապես գնալ աշխատանքի, այն ցաներ աշխատանք կատարել եւ նորից գալիս է որ հետ վիրահատական ստացել է ճողվածք։ Այսինքն կրկնվելու հատկություններ ունի։ Այո, իհարկե օրգանիզմը հնարավոր չի ընդունենք այնպես կարել, որ ընդհանրապես չբացվի։ Վերջը փեղեկում լինում է, ինչպես ուզում ես, դա ժամանակ է պետք, որ լիարժեք սպիանա։ Իսկ եթե մնում է չի սպիանում, բացվում է շատ արագ։ Վերջն էլ այդպես է։ Եթե ընդունենք մաշկը կարել եք եւ ժամանակի ընթացքում տիրություն չի անում անատը եւ ինչ որ գործողություն է անում, որ ձգվածություն առաջանում, մաշկը նորից բացվում է եւ դրա համար ճիշտ է իրենք բողոքում են, բայց վիրաբույժը այստեղ մեղավորություն չունի, որովհետեւ ինքը չի կարողացել պահել։ Դա պետք է առնված է 2-3 ամիս, որսի լիարժեք ծավալով սպիանա վերքը։ Այնքան դեռ ընդունենք վերքը, որ եթե օրվում է կարմիր գիծագնում, դա նշանակում է դեռ գործում է, անոթը գործում է դեռ, այսինքն անոթը դեռ մեկը մյուսին չի հասել, որովհետեւ սպիանա, այլ գալիս է իրար չի մոդի չի գալիս եւ առնը հանգույց է գոյանում։ Այդ հանգույցն է, որ անոթները գալիս են իրար չեն կարող միանալ։ Իսկ եթե չի միանում, նշանակում առաջանում է գրանուլացիոն հոսվածք։ Դա արդեն հենց որ նայում եք, տեսնում եք, որ հələ դեռ վերքը թարմ է, այսինքն դեռ կարմիր է։ Ժողովրդի ասած ասում են վերքը դեռ հում է։ Հում, այո։ Դա ասում եք, բացատրում եք, որ գիտեք ինչ կա, ձեր վերքը թարմ է, զգուշ եղեք, գնում եք ընդունում եք աշխատանքի եք գնում, բայց աշխատեք այնպիսի գործ անել, եթե հանգարց այդպիսի բան չեն տալիս անգամ, պոլիկլինիկան իրավունք ունի թողելու աշխատանքը, այդպիսի իրավունք տրված է պոլիկլինիկաների, որ տան որ ընդհանրապես վերքը այսօրվա վիճակում թարմ վիճակում է, պետք է ժամանակավոր փոխել աշխատանք, որպեսզի հնարավոր լինի հետագայում բարդությունների առաջ չկանգնեն։ Նման բաներ շատ է լինում եւ
կապը լինում է։ Դե լավ է, որ այդ արտոնությունը տրված է պոլիկլինիկաներին, որ գործատուների հետ խնդիրներ չառաջանան։ Այն հարցն է, որ խում չենք կարող, որ մարդուն թողնենք ինվալիդ դառնա։ Դա պետք է անպայման մենք կարողանանք բանանենք։ Շատ դեպքեր գալիս են բանի մեզ մասամբ ուրեմն աշխատանքի ընթացքում դրանք ծնգալ հոդերի ցավերով։ Գալիս են, ասեցի, ուսահոդի ցավերով։ Դա կախված է աշխատանքից, դա կախված է շարժումներից, յուրաքանչյուր շարժումներից։ Շատ դեպքեր է պատահում, երբ որ առաջանում է վերին վերջույթի ուսահոդի, ուրեմն առաջանում է հոդախախտ։ Դա հաճախակի պատահող բան է։ Հատկապես ում հետ է լինում, այսինքն ինչ մասնագիտության դեր մարդկանց։ Գիտեք ոնց է, դա կարող է լինի անգամ սպորտսմենների մոտ, որոնք որ ընդունենք թե բարեսներ են։ Եվ լինում է այդպեսի դեպքեր, որ ճիշտ է, ուղղումը ամեն ինչը կատարում է լիարժեք ձևով, բայց պետք է զուրջ լինել, որ դառնա սովորական երևույթ։ Որտեղ դիտել լինի սովորական երևույթ, հանգարց փոքր շարժումից հետ տանելուց վերջույթը դուրս աղնա։ Հա, ինչպես ասում են, արդեն տեղ է անում։ Տեղ, այո, դա այնպեսի բան է, որ պետք է լիարժեք ձևով հասկացնել մարդկանց, որ այդպեսի բան չի կարելի, մի թողնեք այնքան ժամանակ, որ միջև կարողանա սպիանա, որտեղ կարողանա դուրս տա եկել, նշանակում է այդ ամբողջ աճառային սիստեմը, արդեն խախտված է, տեղը մեծացած է, դրա համար ամիջապես դուրս աղնումից, դա պետք է ժամանակ, որպեսզի հնարավոր լինի, ուրեմն կարգավորել։ Այդ հոդախախտումներից բացի նաև հենց հոդերի ցավեր կան, որոնք հիմնականում մեծահասակների մոտ է, ճիշտ է պատվում։ Մեծահասակների մոտ լինում է, դա լինում է, իջև, գիտեք, բերսմասամ արանում է աճառի ուրեմն կոշտացում։ Յուրաքանչյուր հոդը աջարապատված է եւ այդ աջարապատված ժամանակ, երբ որ երկար ժամանակ ֆիզկուլտուրայով չի զբաղվում, երկար ժամանակ չի շարժում անել, աշնանաբար նա ոնց որ կոշտանում է եւ առաջացնում է ցավեր։ Դրա համար գույություն ունի մեր վերականգնողական կենտրոն, որտեղ լիարժեք ձևով կատարվում են ուրեմն ֆիզիոթերապևտիկ բուժում եւ այն, որ ընդունենք տեղի հնարավորություն չէ, որ բացվում է եւ շարժումները վերականգնվում է։ Այդ հնարավորությունը կա, եթե դիմում են, եթե չեն դիմում, ինչ կարող անել։ Ինչպես եք վերաբերում ինքնաբուժությանը։ Հենց այդ հոդերի հետ կապված շատ եմ լսել, որ մարդիկ ինքնաբուժությամբ են զբաղվում, ինչ որ չգիտեմ, բույսերով, հա, խոտաբույսերով, թուրմեր եւ այլն պատրաստում։ Ես բան չունեմ ասելու, բայց ժողովրդական բժշկությունը հələ դեռ մեր մոդից չի վերացել։ Այդպես չի որ ընդունեն, թե գիտեք ինչ կա, ժողովրդական բժշկությունը սխալ է եւ իրենք պետք է չանեն։ Բայց լավ կլինի որ խորհուրդ հարցնեն։ Այդ խորհուրդը ամիջապես պետք է, եթե խորհուրդ են արվում, նշանակում է տեղին կարող են ամեն ինչ անել դեղորայքի հետ միասին։ Այն որ ասեցի ֆիզիոթերապևտիկ բուժում, այն դեղորայքները որ օգտագործում է, դոկտան ֆիզիոթերապևտիկ եղանակով նշանակում է ավելի լավ էֆեկտ ստանան, քան թե ինքը պետք է անի։ Որտեղ շատ միջոցներ ունենք, որ վերականգնվում է։ Իսկ այդ միջոցները պետք է բժիշկն ասի, նշանակումներ անի եւ ուլտրաձայնային հետազոտություններ անի, որից հնարավոր լինի բուժումը կազմակերպել ժամանակին, այո, լիարժեք լինի։ Որտեղ եթե այն ինչ որ անում են, դա լիարժեք չի։ Դա ուղղակի ճիշտ է։ Բուժական բժշկությունը մենք ամեն ինչը սովորել ենք բժշկական բժշկությունից, հեռու չենք գնացել։ Ես գիտեմ նաև այնպիսի մարդիկ, որոնք որ լիարժեք ձևով կարողանում են ուղղում կատարել վերջույթների, շատ լավ, անգամ կարելի է սովորել իրենց, թե ինչպես են ուղղում կատարում։ Պատկերացնում եք հոդախախտները, ամեն ինչը, կոդրվածների բուժումը, կոդրվածների ձգումը, թե ինչպես են նրան ձգտում, ինչպես են նրան կարողանում շոշափել եւ ուղղել, ես գնացել եմ։ Մեզ որ հնարավոր է մոդիկ մարդկանց տանել եւ տեսնել թե ինչ ձևով են նրանք օգտագործում, ինչ ձևով են ձգում։ Դա բնական է, գիտեք, մարդիկ կան, որ շատ լավ թերապևտում են, այնպես չի որ ասենք թե այդ մարդը ոնց կլինի, ճիշտ չէ, բայց անում է, բայց նա էլ է սովորել, դա այն հարցը չի որ բանջում, ես զարմանք չի ապրում ոչ մեկը, նավարդ հարգորի սովորել, թե ինչպես են նրանք անում, դա վատ բան չի։ Բայց այնուամենայնիվ մասնագետի հսկողությամբ տակ, բայց բոլոր դեպքում ամեն ինչ որ տեսնում ես պետք է սովորես։ Ոչ մի բան վատ չի լինի, որ լիարժեք ձևով թերապևտես քո մասնագիտությանը։ Անոթային անբավարարության դեպքեր հաճախ են հանդիպում։ Շատ, բայց մենք ունենք մասնագետ,
դա տեսնում եք, որ բան են անում, մեր Գյումրի բժշկական կենտրոնում ունենք արդեն լիարժեք մասնագետներ, որոնք զբաղվում են անոթային բուժումով եւ տեսնում ես, որ ընդունենք առաջացել է լիմֆոստազը, առաջացել այտուցվածությունը, առաջացել անոթային երակների լայնացում կա, որ հենա արդեն ոտքերը դարել է այսպես այնպիսի բանով, որ լիմֆոստազի հետ միասին այտուցվել է, չի կարողանում քայլել, անմիջապես պետք է ուղարկել, որ լիարժեք բուժում կատարել։ Այնպես որ այդ հարցը լավ է դրված եւ դա ամեն մարդ չի, որ պետք է զբաղվի դրանով, դա հատուկ մասնագետ է, որ պետք է զբաղվի եւ մշտական իրեն աչքի առաջ պետք է լինի, թե ինչպես կարողանա կատարել։ Դա շատ կարեւոր բան է, որ դե պատկերացրեք անոթային անբավարարություն եւ հնարավորություն չունի, դա մեծ մասամբ կլապանային անբավարարություն է, որ գալիս է այցոք առաջանում եւ հնարավորություն չունի շարժվելու։ Բավականին մեծ շարժում բայտուցվում է վերջույթները եւ դա շարժման դժվարություն է առաջացնում։ Իսկ դա ամենակարևորը մարդը չի կարողանում ընդհանրապես աշխատանքի գնալ ցավերի պատճառով, որովհետեւ այնքան է այտուցում դիրում դեպքեր, որ անգամ մաշկը բացվում է եւ հեղուկ է ամբողջապես դուրս գալիս։ Դա խոսում է այն մասին, որ ինի անոթային ըմբարություն եւ լիմֆոստազ ունի արտահայտված, որ դա միակ այն բարդությունն է, որ պետք է լիարժեք բուժում կազմակերպի ստացիոնար պայմաններում։ Բժիշկ Սուջյան, քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտեցել է իր ավարտին, իսկ ինձ համար շատ դժվար էր ձեզ ընդհատելը, քանի որ շատ հետաքրքիր ու հագեցած տեղեկատվություն եք տալիս։ Այնուամենայնիվ մեր հաղորդման վերջում արդեն որպես ավանդույթ, մասնագետները կոչով կամ հորդորով են դիմում մեր հեռուստադիտողներին, այս պարագայում որպես տասնամյակների փորձ ունեցող մասնագետ առողջապահական ոլորտում ձեր խոսքը կխնդրեի հղել։ Իմ խոսքս այն է, որ եթե հանգարց փոքր մի բան կա, որ պետք է անպայման բժշկի օգնություն հասնել, դիմել համապատասխան իրենց պոլիկլինիկաներին եւ ստանալ այն օգնությունը, ինչ որ անհրաժեշտ է։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի վիրաբույժ Լավրենտի Սուջյանին։ Դե ինչ, ականջալուր լինենք բժշկի հորդորներին եւ մնանք առողջ։ Մեդինֆոն եթերում կհանդիպենք։